Տիրոջը մի նոր երկիր Տիրոջ ամբողջ երկիր Տիրոջ հաղթությունը Հիսուս հաղթեց մեղքին ու մահին Մեր Աստված պատշաճի է մեծ փառքով փառավորված Մեր Աստված պատշաճի է մեծ փառքով փառավորված Ծնծուջամ կանչի դու Տիրոջը զինարժան է օգնանքի Երկիր հոգիով և տածարկիր Աստված մեծապես փառավոր է Ծնծուջամ կանչի դու Տիրոջը զինարժան է օգնանքի Երկիր հոգիով և տածարկիր Աստված մեծապես փառավոր է Արժան է օգնանքի Հալելույա Աստված մեծապես փառավոր է Աստված մեծապես փառավոր է Հալելույա Ձեզ այս երկով դավանենք որ Հիսուս Քրիստոսը Տեր է Ասա երկիր և դավանիր Հիսուս Քրիստոսն է Տերը Ասա երկիր և դավանիր Հիսուս Քրիստոսն է Տեր Ասա երկիր և դավանիր Հիսուս Քրիստոսն է Տերը Ասա երկիր և դավանիր Հիսուս Քրիստոսն է Տեր Ո Հիսուս արքայքանների Ո Հիսուս Տերը Տերերի Ո Հիսուս Ո Հիսուս Արժան ես դու փառքի Ասա երկիր և դավանիր Հիսուս Քրիստոսն է Տեր Ասա երկիր և վրճակիր Ասա երկիր և վրճակիր Հիսուս Քրիստոս հաղթեց Ասա երկիր և վրճակիր Հիսուս Քրիստոս հաղթեց Ո Հիսուս իմ երդն ես հաղթության Ո Հիսուս չկա դեր քեզ նման Ո Հիսուս դու վարդես բոլորից Ո Հիսուս թող ընչի շրթերից Ասա երկիր և դավանիր Հիսուս Քրիստոսն է Տերը Ասա երկիր և Հիսուս Քրիստոսն է Տեր Ասա երկիր և դավանիր Հիսուս Քրիստոսն է Տերը Ասա երկիր և մեկ անգամ էլ ասենք Ասա երկիր և Հիսուս Քրիստոսն է Տերը Ասա երկիր և դավանիր Հիսուս Քրիստոսն է Տեր Դուք երգեք Հիսուս Քրիստոսն է Տերը Ասա երկիր և դավանիր Հիսուս Քրիստոսն է Տեր Ո Հիսուս արքայքանների Ո Հիսուս Տերը Տերերի Ո Հիսուս ամենով երկիր Ո Հիսուս արժան ես դու փառքի Հալելույա մեր Տեր արժանի ամեն փառքի Հալելույա ամեն Հալելույա Դու արժանի ես գոհության Դու արժանի ես գոհության Քեզ մոտ են գալիս և քեզ մեծարում են Հայր դու արժանի ես Հայր դու արժանի ես Դու արժանի ես գոհության Մեկ անգամ էլ երգենք դու արժանի ես Դու արժանի ես գոհության Դու արժանի ես գոհության Քեզ մոտ են գալիս մենք և քեզ մեծարում ենք Հայր դու արժանի ես Հայր դու արժանի ես Դու արժանի ես գոհության Միայն դու
Hոգի լեցրուր այստեղ քո ուժով և զորությամբ և ցույց տուր մեզ փառնասո հավիտյան բարի գալու Սուրբ Հոգի բարի գալուս մենք ողջունում ենք քեզ Սուրբ Հոգի մեծարում ենք քեզ, որ արժանի ես ամբողջ գոհությունների, բարձրացնում ենք քո սուրբ անունը Տեր մեր մեջ, քեզ երկրպագում ենք, քեզի մեծարում ենք, մեր սրտերը Տեր խոնարհում ենք քո ներկայության մեջ, ով կենդանի Հիսուս, քեզ երկրպագում ենք, քեզի փառաբանում ենք։ Անցկացրու ինձ գավիթով Սրբության պարքի խորանը Ես ուզում եմ Տեր տեսնել երեսը քո Ես փնտրում եմ քեզ ամբողջ օդով Բարձրացրու ինձ շնորհի կանգնել Գահիտ առջև որ ներկության Արդարություն դեմ ես ուզում իմ Տեր Սրբագույն ներկայությունը տար ինձ Տեր Անցկացրու ինձ գավիթով Սրբության պարքի խորանը Ես ուզում եմ Տեր տեսնել երեսը քո Ես փնտրում եմ քեզ ամբողջ օդով Բարձրացրու ինձ շնորհի կանգնել Գահիտ առջև որ ներկության Արդարություն դեմ ես ուզում իմ Տեր Սրբագույն ներկայությունը տար ինձ Տեր Ջան մեջ Պատմուկի արյունով անցկացրու Տար ինձ Տեր Խորանին ծրբության մեջ Վերցրուր որպես շուրթերն իմ սրբիր Տար ինձ Տեր Խորանին ծրբության մեջ ներկայության մեջ են կանգնած, մեզի ցույց տուր քո ներկայության փառքը, մեզի ցույց տուր ով Տեր քո սրբության գեղեցկությունը։ Եկեք Տերը գովենք ու նրան փառաբանենք, Հիսուսի անունը
ոսկին վկայենք, եկեք Տերը գովենք, ու նրան միշտ մեծարենք, Հիսուսի բոլոր ազգերին պատմենք, Ոհիչ յանալի Տեր ունենք մենք, որ կարող է մեզ փրկելու ազատել, Ոհիչ յանալի Տեր ունենք մենք, որ կարող է մեզ փրկելու ազատել, եկեք մեր երգերով նրան օրհնենք ու գովենք, մեր ամբողջ կյանքովը Տեր Հիսուսի փառք բերենք, եկեք միասնաբար Սուրբ Ոգով ջերմաղոթենք, Հիսուսի գալստյանը սպասելով պատրաստվենք, Ոհիչ յանալի Տեր ունենք մենք, որ կարող է մեզ փրկելու ազատել, Ոհիչ յանալի Տեր ունենք մենք, որ կարող է մեզ փրկելու ազատել, ահա նա գալիս է, մեր աչքերը բարձրացնենք, Հիսուսի հետ մեկտեղ, երբ մի փառքերը մտնենք, քանզի նա է միայն արժանի ունելու փառք, և պատիվ զորություն հիմա և միշտ առիթյան, Ոհիչ յանալի Տեր ունենք մենք, որ կարող է մեզ փրկելու ազատել, Ոհիչ յանալի Տեր ունենք մենք, որ կարող է մեզ փրկելու ազատել, Ոհիչ յանալի Տեր ունենք մենք, որ կարող է մեզ փրկելու ազատել, Ոհիչ յանալի Տեր ունենք մենք, որ կարող է մեզ փրկելու ազատել, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, մեկ անգամ էլ պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, ոգիներ շահենք Քրիստոսի համար, ոգիներ շահենք Քրիստոսի համար, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, Սուրբ Ոգով լեցվենք, Սուրբ Ոգով լեցվենք, զորություն հագնենք, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, զորություն հագնենք, մարդկանց վկայենք, զորություն հագնենք, նշաններ գործենք, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, զորություն հագնենք, մարդկանց վկայենք, զորություն հագնենք, նշաններ գործենք, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, պատերազմենք բոլոր ուժով Քրիստոսի համար, Հալելույա, պատրաստ եք այս հոգևոր պատերազմի մեջ առաջ գնաք, պատրաստ եք որ կանգնեք և Տերոջ խոսքն անեք, դուք ոտքի կանգնենք, Երբ Տերն է ելնում շրջերտի, իր բանակը հավեցորեն է, և իր փառքը պիտի երևա այս երկրի վրա, Երբ Տերն է ելնում շրջերտի, իր բանակը հավեցորեն է, և իր փառքը պիտի երևա այս երկրի վրա, Երբ զորքի զորավարն Հիսուսն է,
ուրախ ենք, որ Տերոջ ներկայությանն ենք եւ կարող ենք իրեն պաշտենք, իրեն փառաբանենք։ Մերսի սիրելիներիցս այս պաշտամունքի համար, որ մեզ ղեկավարան, որ արից ստեղծվե, որ մենք մեր Տերոջը պաշտենք։ Երբ որ մենք գալիս ենք Տերոջ ներկայությանը, մեկ երբով կենտրոնանում ենք իր վրա եւ Աստծուն առաջնահերթ տեղն ենք մեր կյանքում ուզում ենք դնել։ Երբ որ ժամ ենք տալիս իրեն, մեր ժամի մի մաս հատկացնում ենք իրեն, դա սկիզբը, որ ավելի կենտրոնանանք Տերոջ վրա, Տերոջ խոսքը մեզ դեպ չէ, Տերոջ խոսքով օժնվենք եւ այդ ամբողջը բերում է փոփոխություն։ Գիտեք, աշխարհի մեծագույն դժվարությունը սա է, որ անընդհատ ինքն իր հոգսերով է բռնված եւ ջանանում է ինքը իր ուժերով ու կարողություններով իր դժվարությունները լուծի եւ Աստծուն առաջնահերթ կյանք իր կյանքում չի դնում։ Շատ ժամանակ մենք որպես հավատացյալներ երբեմն նույն թակարդիներ ենք ընկնում։ Ամեն գործեր անում ենք, վերջը եթե հասանք Աստծուն ժամ գտանք, վերջը հասանք կաղոթենք, վերջը հասանք կետանք եկեղեցի։ Մեր փողերը ծախսում ենք ամեն տեղ ամեն գործերի համար, եթե ավել մնաց, մեր փողը եկեղեցու նվեր գտանք։ Եթե այդպեսի ենք անում, մեր կյանքը խառնվում է։ Բայց Տեր Հիսուս ասավ ինչ։ Ասավ առաջ Աստծո արքայությունը ընտրեք, այս ամեն ինչերը ձեզ առավել կելնի։ Ուտելիք, խմելիք, կյանք, կարիքները եւ իզուր հոգս մի արեք, նայեք թրջուններին, ամեն թրջուններին ես կերակրում եմ։ Նայեք դաշտի գեղեցիկ շուշաններին, դրանց ես եմ գեղեցկությունը տալի։ Ուրեմն որքան ավելի շատ անհավատությունով մի վարվեք, այլ հավատքով։ Եվ երբ որ մենք այդպեսի Աստծուն մեր կյանքում առաջնահերթ տեղն ենք դնում, այլևս կարող ենք մեր հոգսերը ապավինենք Տերոջը, որ մեր ամբողջ հոգսերը նա վեր է առնում։ Եվ Տերոջ խոսքը ասում է դուք մատ երկնային հայր ունեք։ Հիմա եթե որևէ բան քեզի շատ մտահոգեցնում է, ես քեզ հիշեցրու։ Դու մատ երկնային հայր ունես, որ քեզ համար մտածում է։ Կարող ես մատ կողքինդ ասես, դու մատ երկնային հայր ունես, որ նա քեզ համար մտածում է։ Սա ինչքան օշնյալ է, սա ինչքան հրաշալի է։ Մենք մատ փառավոր Տեր ունենք, որ նա հրաշալի Տեր է, օշնյալ Տեր է, սուրբ Տեր է։ Գիտեք, հավատացյալները երջանիկ են, որտեղ ամեն կացությունների ներսը երկնային խոստումներ ունեն եւ այս երկնային հայրը իրանց համար մտածում է։ Թեև հասնեն մահի շուքի ձորումն էլ, մահից այն կողմել հույս կա իրանց համար։ Քանի որ այս կողմն է հույս ունենք բժշկության, օշնության, Տերոջ օգնության, բայց հասնենք մեկ տեղ որ ուզենք մահի դիմենք, մահից այն կողմն էլ նորը սկսում է երջանկությունը։ Այնտեղ որ մարդիկ կանգ են առնում, անհավատ աշխարհքն այլևս կարծում ամեն ինչը վերջացել, մոմի նման հանչկեց ու վերջացավ, ընդդեմ նախ հետք մենք ամբողջ օշնությունները, հույսերը, Տերոջ ներկայությունը, իր քաջարությունը ունենք։ Բայց ընդեղից հետո նոր սկսում է մեր երջանկությունը, որ ընդդեմ ունենք երկնային Տեր, երկնային տուն, տարիներ այդ խոսքը վկայել ենք, ապրել ենք, դիզեր ենք երկնքում եւ մենք գնում ենք եւ մեր արած գործերն են մեզ հետ գալիս են եւ ընդդեմ ավելի երջանկություն ենք վայելում։ Մենք բախտավոր ժողովուրդ ենք, հալելույա։ Մեկ պայման ունի, եթե այդ պայմանն է որ Աստծուն առաջնահերթ դնենք մեր կյանքում։ Կարող ենք ամեն ասենք։ Այո, մենք օշնյալ մեկերն ենք, մեր անունները Երկնքի գրքում գրված է, երբ որ գալիս ենք հավաքում ենք Տերոջը պաշտելու, սուրբ հրեշտակները մենք իրանք չենք տեսնում, բայց այստեղ են մեր պաշտամունքին վկայեն, պատաշնակ մեզ հետ էլ միաբանվում են, Տերոջ փառաբանությունները մատուցում։ Հալելույա, այո, այդ օշնյալ Տերոջ ներկայությանն ենք, որ կարող ենք Տերոջ փառք տանք։ Ուրախ եմ ամեն մեկիդ ներկայության համար, ամեն մեկ բարի եք եկել այս սուրբ վայրին, որ կարող ենք միասին Տերոջը պաշտենք, իրեն փառաբանենք եւ իրեն մեծարենք։ Այո, Տերոջը փառք իր շնորհքի օշությունների համար։ Սովորաբար մենք մատնայում ենք անցյալ քարոզները, որ ունեցել ենք, անցյալ կիրակի Ռասուլ եղբայրներս է մեզ քաջարերեց իմաստությունով քայլել, հոգսեր հանձնել Աստծուն եւ ապավինել Աստծուն, հատկապես մեզ քաջարերեց, որ վկայությունով Տերոջ խոսքը ամենտեղ կիսվենք։ Եվ այո, ամենը դա այդպես է։ Բայց դրանից առաջվա կիրակին ես թեման ձեզ հետ կիսվեցին, կուզեմ որոշ բաներ հիշեմ, վերհիշեցնեմ, հետո կանցնենք այսօրվա թեմային, որ ձեզ հետ Տերոջ խոսքից ավելի կկիսվեմ։
Աստված նրան Տեր եւ օծյալ արավ Գործկարաքելոս գրքում առաքյալների պատկամը սա էր, որ Աստված Հիսուսին Տեր եւ օծյալ արավ, այսինքն նախ այդ չէր, ինչու՞ չէ։ Հիսուսը միշտ Տեր եւ օծյալ էր Հավիտյանից մինչեւ Հավիտյան, բայց հարությունից հետո Հայր Աստվածը Հիսուսի գործերը հաստատեց, պարզապես եւ հայտնապես հռչակեց, որ նա Տեր եւ Փրկիչ եւ օծյալ է։ Միակ նրա անունով մարդիկ կարող են երկինք կերտան, որտեղ նա է ճանապարհ, նա է ճշմարտություն եւ նա է հավիտենականությունն ճանապարհը։ Եվ այդ ձևով Հայրը պարզապես հաստատում էր Հիսուսին, ինչքան գեղեցիկ է դուք գործեր անեք, մատ երկնային ձայն գասի, որ սա իմ սիրելի որդին, որ իմ ուզած գործերն անում է, դրաշալի չի։ Հիմա այդ երկնային ձայնը Հիսուսին էջավ որ մկրտվում էր այդպեսի հաստատեց, բայց հարությունից հետո Սուրբ Ոգին գալով աշակերտների բերանով է դրճակվեց, որ սա իմ սիրելի որդին, որ ինչ որ ասել է, ինչ որ արել է ճիշտ է։ Եվ ով Իսրայել ապստամբ ազգ, ով Իսրայելի ժողովուրդ, որ դուք ապստամբելով իրան խաչել եք, դուք մեղավորներ եք։ Նա ճշմարիտ է, նա արդար է եւ միակ նրա անունով, նրան հավատալով կարող եք մեղքերի թողություն առնեք։ Եվ այդ ինչ հրաշալի պատիվ էր։ Այդ ամբողջ ապստամբ ղեկավարների կողքին Աստծո այդպեսի հաստատությունը կար Հիսուս Քրիստոսի վրա։ Եվ այդ երբ որ առաքյալների քարոզը առաջի քարոզները, որ Հիսուս հարություն էր առել, հրյաների առաջնորդների համար շատ դժվար կացություն ուներ։ Նրանց մեղադրում էր, որ դուք են արդարին սպանեցիք, բայց Աստված նրան հարություն տվավ։ Այսինքն դուք պարզապես Աստծո հակառակ ժողովուրդ եք։ Եվ այդ ձևով նրանց կոչ էր տրվում, որ ապաշխարեն, զղջան, դառնան դեպի Տերը եւ հավատան։ Այդ որ առաջի քարոզով 3000 հոգի ապաշխարեցին։ Հետո երբ որ առաքյալները քարոզում էին, ասում է քահանաներից եւ առաջնորդներից շատերը մեծ ամբող հրյաներից քրիստոնյա դարձան։ Եվ ավետարան արագ ընթաց հրյաներին էր առաջ էր գնում, որ հետո փոխանցվեց ոչ հրյաների համար, հեթանոս աշխարհի համար եւ հետո ասա տարբեր տեղեր եւ Հայաստան առաջին երկիրն էր, որ պաշտոնապես քրիստոնեություն ընդունեց, հետո Ռոմը դարձի եկավ։ Քանի 100 տարի տևավ, շատ զոհեր եղավ։ Գիտեք, Աստծո արքայությունը նեղությունով ու դժվարությունով է առաջ գնում, որտեղ սատանան, չարը, անհավատությունը կայնում է Աստծո արքայության դիմաց։ Գին է կարիք վճարելու համար։ Առաջի եկեղեցին շատ գիներ վճարեց, նվիրվելով, նահատակությունով, դժվարություններով, թողնելով երկրից երկիր գնալ, ավետարանը քարոզելով, նենց այդպեսով ավետարան ամբողջ աշխարհ հասավ։ Հիմա էլ շատ ժամանակ տեսեք մուսուլմաններ բավականին ստեկան, ոչ այլ ազգեր Ամերիկայում կան։ Ամերիկան իր թերության հետևանքով որ չի վկայում Տերոջ խոսքը տարբեր ազգերին, նրանք գալիս են, սկսում են աճել, բազմանալ եւ բացասական տպավորություն թողնել Ամերիկայի վրա։ Եվ Ամերիկայի կարիքն է այդ որ ավետարանը քարոզի ամեն ծանոթի ու անծանոթի, մենք մեր մասը հայերին, մեր շրջակայքին, նրանց որ կարող ենք Տերոջ խոսքը քարոզենք եւ այդիկ բերումա փոփոխություն, կյանք եւ օշնություն։ Թույլ տվեք այսօրվա թեման նայենք, որ պետք է ձեզ հետ կիսվեմ Տերոջ խոսքիցը, անիրավ մշակների առակը։ Այս առակը այսօր կմեկնաբանենք եւ ընդեղած մեզ համար հոգեվոր դասեր կքաղենք, որ ավելի տեսնենք, որ այդ առակը ինչ է խոսում։ Գիտեք, Տեր Հիսուսը շատ առակներով էր խոսում, շատ հեքիաթներ էր ասում, պատմություններ էր ասում եւ հոգեվոր քաղումներ էր տալիս նրանցում։ Առակների հատկությունն է, որ դժվար խնդիրները, բարդ խնդիրները հասկանալի է դարձնում։ Հատկապես նրանք, որ ծառավ եւ ընդունակ են ճշմարտությանը, նրանց առաջնորդումը դեպի ճշմարտությունը։ Բայց հակառակորդների համար, քարասրտների համար խնդիրները մնում է կողմ։ Եվ մեկ երբով առակները միջոց են, որ մարդիկ խորհուրդներ հասկանան, երբեմն մտածեն, երբեմն հարց հարցնեն, հետևեն ճշմարտությանը եւ այդ հայտնությունները բերում են մեծ հոգեվոր ճշմարտությունները նրանց համար հասկանալի է դարձնում։ Ուրեմն այսօր մշակների առակը իր համար հատուկ հատկություններ ունի, որ կմեկնաբանենք եւ իրանից դասեր քաղենք։ Այո, խնդրում եմ մտանք նայենք, թույլ տվեք ոտքի կայնենք միասին, ուրեմն Տեր Հիսուսն այսպես ասում, մի ուրիշ առակ լսեցեք,
Մի տանուտեր մարդ կար, որ այգի տնկեց եւ նրան ցանկով պատեց եւ նրան մեջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց եւ տվավ նրան մշակների եւ գնաց հեռու աշխարհ։ Եվ երբ որ պտղի ժամանակը մոտեցավ, ուղարկեց իր ծառաները մշակների մոտ նրան պտուղները առնելու եւ մշակները նրա ծառաներին բռնեցին, մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին քարկոծեցին, դարձյալ ուղարկեց ուրիշ ծառաներ առաջիններից շատ, ավելի շատ ծառաներ ուղարկեց եւ նրանց էլ այնպես արին։ Վերջապես իր որդուն նրանց մոտ ուղարկեց, ասելով իմ որդուց կամանչեն։ Բայց մշակները որդուն տեսնելով իրանց ասեցին, սա է ժառանգը, եկեք սրան սպանենք եւ նրա ժառանգությունը տիրենք։ Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին եւ սպանեցին։ Արդ երբ որ ան այգուտերը գա, ինչ կանե այն մշակներին, Տերոջ հարցն էր, Տերոջի հարցն էր։ Երբ որ այդ այգուտերը գա, այդ մշակներին ինչ կանե։ Նրան ասեցին չարերին չարաչար կկորցնե եւ այգին կտա ուրիշ մշակների, որ պտուղ բերեն ժամանակումը։ Հիսուսը նրանց ասեց. դուք երբեք չեք կարդացել գրքումը այն քարը, որ շինողները անարգեցին, նա եղավ անկյունի գլուխ, սա Տերից եղավ եւ մեր աչքերի առաջին զարմանալի է։ Եվ երբ որ քահանապետները եւ փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց համար է ասում եւ ուզում էին որ բռնեն նրան, բայց ժողովուրդներից վախեցան, որովհետև նրան մարգարեի տեղ էին դնում։ Այս առակի մեկնաբանությունով որոշ քաղումներ մեզ համար կունենանք։ Առաջնահերթ Տեր Հիսուս երբ որ առակներ էր խոսում, ուղղակիորեն մեծ մտքեր կար ընդդեմ։ Այս առակիներս ասում են ինչ, մատ տանուտեր մարդ եկավ մեծ այգի պատրաստեց, շուրջը Պարիս քաշեց, մատ հնձան դրավ այդտեղ, ամբողջ հարմարությունները պատրաստելով տվավ մշակներին եւ ինքը գնաց հեռու տեղ։ Միաժ ժամանակից հետո իր ծառաներին ուղարկեց, որ այդքան պտուղից բաժին վերցնեն, ուրեմն ասում է այդ ծառաներին որոշներին անարգեցին, որոշներին ծեծան, որոշներին քարկոծեցին, որոշներին սպանեցին։ Տանուտերը եկավ նորից ավելի շատ գործավորներ ու ծառաներ ուղարկեց։ Ասում են դրանց էլ ոմանց արհամարելով, քարկոծելով մերժեցին, ոչ մի պտուղ չտվան։ Այս տանուտեր մարդը մտածավ վերջը իմ տղային կուղարկեմ, միգուցե սրանք աման չեն։ Մի փոք հարկանք ունենան եւ պտուղից վերքից այդ որ պետք է տան։ Նրանք էլ մտածեցին, որ սա ժառանգն է, այս տանուտերի որդինա, ուրեմն իրան սպանենք, այգուտերը մենք կելնենք։ Եվ այդ ձևով մտածելով ասում որ այդ տղային այգից դուրս քաշեցին, իրան սպանեցին եւ այդ ձևով պտուղ չտվան։ Տեր Հիսուսը ասելով հարց է տալի. Արդյոք տանտերը գա այս մշակների մշակների ինչ կանե։ Ժողովուրդ պատասխան են տալի, որ նրանց չարաչար կտանջի ու ամենին կսպանե։ Եվ այդպեսով Տեր Հիսուսն ասում է, արդյոք չեք կարդացի 5 տակարանում գրված է, այն քարը, անկյունակարը, որ սարքողները մերժեցին, նույն ամենակենտրոն տեղը եղավ, եւ սա Աստծո կողմից է, եւ ձեր աչքին զարմանալի է, եւ ասում է, որ ամբողջ առաջնորդներ, հրյաների առաջնորդները իմացան, որ այս առակը իրանց մասին է խոսում։ Այսինքն Տեր Հիսուսը ինչ էր անում, մատ առակ էր ասում, այդ առակով գալիս էր ամբողջ Իսրայել ազգի ապստամբ ու քարասրտությունն ու անհավատությունը նկարագրում էր։ Առաջնահերթ տեսեք այդ տանուտերը, որ Աստծո նմուշն է եւ այդ այգին Իսրայել ազգն է եւ այգեբանները այդ ղեկավարներն են։ Ասում է այդ տանուտեր մարդ որ լինի տերը իր ծառաներին ուղարկեց, ծառաներ ուղարկեց սրանց առաջնորդելու համար։ Երբ որ մենք 5 տակարան նայում ենք, տեսնենք որ Աստված տարբեր մարգարեներին ուղարկեց։ Ոմանց ծեծեցին, ոմանց հակառակեցին, ոմանց սպանեցին։ Եթե մատ հիշենք ով էր, Զաքարիան մատ այդ մարգարեներից էր, որ իր պապեն քահանայապետ էր, ուրեմն Հովսյան, որ երիտասարդ փոքրիկ երեխա էր, ավելի մանուկ երեխա իրան պաշտպանեցին, 7 տարեկանից իր հովանավորությունով եկավ թագավոր եղավ
Եվ քանի որ Հովյադան սաղ էր, այս մարդը թագավորում էր ու Աստծուն հնազանդ էր։ Իր մահից հետո իր տղան մարգարեության խոսք էր խոսում։ Թագավորի հակառակ խոսեց եւ ասում է թագավորը հրաման տվավ, որ Զաքարիային տաճարի ներսը քարկոծելով սպանեցին։ Մոռացավ այն ամեն բարությունները, որ Զաքարիայի հայր իր համար արել էր, իրան մանուկ երեխա էր, ամեն թագավորին ու թագաժարակներին սպանեին, սրան ծածկեցին, քահանայապետի օգնությունով եկավ թագավոր եղավ, բայց դա ամենը մոռանալով ասում է Զաքարիային քարկոծելով սպանեցին։ Նայում ենք ուրիշ մարգարեներին, Երեմիային որքան ծեծան, բանտ գցեցին, հակառակեցին։ Ամովսը թագավոր մարգարե էր, մարգարություն էր անում Իսրայելում, թագավորը պատկան ուղարկեց, որով Ամովս գնա այս երկրից, իրավունք չես մեր երկրում մարգարություն անես։ Եվ սկսավ հետ հակառակել, թեև Ամովսը շատ կստությունով կայնել էր, ասավ ես մա չոբան մարդ էիմ, ոչխարարած մարդ էիմ, Տեր ինձի կանչել է եւ ես Տերոջ խոսքը քարոզում եմ ամեն գնով։ Բայց այս առակը այդ էր խոսում, որ Իսրայել ազգը դարեր Աստծո հետ Աստծո կամքի հետ հակառակել է։ Եվ երբ որ այս հрьяաների առաջնորդները տեսնում էին, լսում էին, լավ հասկանում էին ինչ է անցնում։ Եվ նրանք մնում էր երկու ճանապարհ, կամ խոնարհվեն, նվիրվեն Հիսուսին, կամ իրանց ապստամբ կացությունը շարունակեն։ Երբ որ Ստեփանոսը Տեր Հիսուսի արությունից հետո քարոզում էր, ասում է ամբողջ հрьяաների առաջնորդների համար քարոզելով, իրանց ասավ ով ապստամբ ժողովուրդ, դուք որ օրենքը հրեշտակների միջոցով առաք, բայց չնազանդեցիք նրան։ Դուք միշտ դուք եւ ձեր հայրերը միշտ Սուրբ Հոգու հետ դիմադրել եք, հակառակել եք։ Դուք որ ձեր ականջները եւ ձեր սրտերը խիստ է եւ լսելու ականջ չունեք, ընդունակ հոգեբանություն չունեք, միշտ Աստծո հակառակ եք կայնել եւ հիմա էլ նրա օտյալին, որ Քրիստոս Հիսուսը լինի, նրա օտյալի դիմաց եք կայնել։ Հрьяաները Ստեփանոսի քարոզը լսում էին, իրանց հայլի նման իրանց մեղքը բերում իրանց աչքի առաջ։ Պետք է ընտրեին, կամ ապաշխարեն, նվիրվեն, կամ հակառակեն։ Եվ նայելով, որ սրանք այնքան քենախնդրությունով ու ապստամբությունով ու դևային ու բացասական հոգով բռնված էին, որ ասում է իրանց ականջները կողպեցին, չէին ուզում Ստեփանոսի խոսքը լսեին։ Եվ գնացին Ստեփանոսին քարկոծան։ Նույն ապստամբ ժողովուրդը Հիսուս իրանց հետ պարզորեն խոսում էր, որ դուք եւ ձեր հայրերը ամբողջ ձեր պատմությունը, ով Իսրայելի ղեկավարներ, սա է եղել, որ դուք Սուրբ Հոգու հետ դիմադրել եք։ Եվ հрьяաների առաջնորդները պես խոսքեր լսում էին, ավելի կատաղում էին։ Նրանք գիտեին, որ Հիսուսը ճշմարտություն է, գիտեին, որ Հիսուսին որևէ մեղք չեն կարող իրան մեղք կպցնեն ու իրան մեղավոր հաշվեն։ Եվ ըտեում էր, որ պետք է ընտրեին, կամ խոնարհվեն, կամ ապստամբ մնային։ Եվ ուզում ասեմ, Տեր Հիսուսի առակն այնքան պարզ էր, որ արդեն հрьяաները ընտրում էին, որ մեղավոր քայլ վերցնեն։ Գիտեք, շատ ժամանակ մենք էլ ճշմարտությունները լսում ենք, բայց ճշմարտությունը դառն է։ Ճշմարտությունը շատ հաճելի չի։ Ասում են, մատ անձավորություն, մատ հովիվ կարեր քարոզում էր, մարդկանց մեղքերը մեկ-մեկ շեշտելով ասում էր, հպարտ, չեմ անում, սուտ ասան, մեղքերը այդպեսի մեկ-մեկ քարոզում էր, ժողովուրդ որ լսում էին, ասում ձայնը չի գալի։ Այս ավելի բարձր բղավելով էլի քարոզում էր, ինչ ասում էր, ձայնը չի գալի, չենք լսում։ Իրանց մեկի կանչավ նստեին կգնաց նստավ, ասավ խոսի տեսնեմ։ Այդ ազնվորությունը ստավ հովիվի թերություններն ու մեղքերն հաշվելը, ասավ ճիշտ ես ասում, ձայնը չի գալի, գնա տեղ հետ նստի։ Հիմա մարդիկ ճշմարտությունը պատրաստ չեն լսելու։ Մենք ինչքան ենք պատրաստ ճշմարտություն լսելու։ Եթե մեկը մեր հակառակ խոսի, որ քո վարքը ծխալ է, դու շատ անհամբեր ես։ Ինչու ես այդպեսի անհամբեր վարվում։ Ինչու ես առանց մտածելու պատասխան տալի։ Ինչու ես այդքան նախանդ։ Հեր այդքան կյանքումդ քեն կա։ Դու ինչ կանես։ Երբ որ տեսես այդ խոսքերը քեզ կպնում, ծունգի գգած, կասես շատ ներողություն, ճիշտ ես ասում, ես կարիք ունեմ փոխվելու։ Ամբողջ արագությունով կասես, չես, սխալվում ես, ես լավն եմ, հպարտ չեմ, նախանդ չեմ, ջղայն չեմ։
Այսինքն մարդիկ ճշմարտությունը շատ դժվար են լսում եւ երբեմն ճշմարտությունը թեքում են, պատճառաբանում են։ Պատճառ են բերում, որ այս պատճառով են պատճառով այդ պատճառները մեր փոքր ինչ է իրանց վարկն արդարացնում, մեր փոքր ասեն օրենքն են թեքում, այս երկուսը գալիս է իրար մաչայելնա։ Այսինքն շատ ժամանակ մարդիկ ճշմարտության ծառավ չեն, ճշմարտության հակառակ է, ճշմարտություն չեն սիրում։ Մի ազգ իր ամբողջ պատմությունով կարող եք մտածեք, Աստծո ճշմարտության այդ հակառակերը, դարեր հակառակել են։ Եղիա մարգարեն ստիպված եղավ Կարմեղոս լեռան վրա ամբողջ Իսրայելին կոչ տար։ Ասավ ով ապստամ ժողովուրդ, եթե Եհովա Աստվածն է ճիշտ Աստված, եկեք իրեն պաշտեք, բայց եթե կուրքերն են խոբ գրացեք իրան պաշտեք։ Եվ այսօր թողիկ հայտնի լինի, որ որն է Աստված։ Եվ Կարմեղոս լեռան վրա, երբ որ կայնում էր, ես տեսնում Եղիան կրակի մարգարե էր։ Կրակ իջնելով Եղիայի խոսքի համաձայն զոհը լափեց եւ ամբողջ հրի ազգը կայնան ասան Եհովան ա Տեր, Եհովան ա Տեր, երեսի վրա ընկնելով ապաշխարեցին։ Բայց մի ժամանակից հետո էլի նույն իրանց վարքերը կրկնվեց։ Այսինքն մարդիկ շատ դժվար են փոխվում, ես ու դու ենք շատ դժվար փոխվում։ Մարդկանց քարակտերը շատ դժվար է փոխվում։ Մեկ կյանք է սպասում, որ դու կարծես քո սովորություններից, քո այդ կաշուծը դուրս գաս եւ նոր անձնավորություն դառնես։ Մատ նորություն մեզանում սկսում է, բայց մենք կարիք ունենք Սուրբ Հոգու հետ շատ համակայլվենք, որ փոխվենք։ Եվ պետք է ասեմ, որ մենք էլ շատ ժամանակ ճշմարտությանը շատ նվիրված չենք։ Եթե ճշմարտություն տեսնում ենք մետեղ, հա ես սխալ եմ արի, ապաշխարում եմ, ել չեմ շարունակի։ Պատճառաբանում ենք, թեքթքում ենք, հակառակում ենք, վիճում ենք, մեր վարքերն ենք փոխփխում։ Չենք ուզում փոխվել, չենք ուզում ճշմարտությունը իմանալ։ Եվ այդ ձևով էս մարդի բնույթն է։ Եվ Իսրայել ազգը այդպեսի ապստամ կացությունով տեսնում էին Տեր Հիսուսին պարզ տեսնում էին։ Տեր Հիսուսն ասավ, որ թունել, ինչ կանեք, այգից դուրս կանեք, սպանեք։ Այսինքն Տեր Հիսուսը այդ ասելով, ասվեր ինձի էլ Երուսաղեմից դուրս տանելով սպանեք։ Այսինքն Տեր Հիսուսը պարզորեն խոսում էր իր մահի մասին։ Եվ այդ ձևով իմանում էր, որ իրա կսպանեն, որտեվ չէին ուզում ճշմարտության ենթարկվեին։ Տեսեք, ըստեղում մի քանի հատ կարևորագույն կետեր կա։ Այդ տանուտերը ինչքան բարի ու ներողամիտ ու համբերող անձնավորություն էր, որ Աստծո քարակտերն ու անձնականությունն է նկարագրում։ Աստված ծառաներին ուղարկեց, ոմանց արհամարեցին, ոմանց տանջեցին, ոմանց քարկոտան, ոմանց սպանեցին։ Այսինքն միանգամից չեղավ, բավականին թիվով այդպեսի ծառաներ։ Այդ Տերը ինչ պետք է աներ։ Պետք է իր զորք ուղարկեր ամենի ջնջեր ու սպաներ երթար։ Բայց էլի, ասում է, կրկին ուրիշ ծառաներ եւ ավելի շատ ծառաներ ուղարկեց։ Տեսեք Աստված ինչքան համբերող է։ Ինչու համար համբերում, որտեղ իր նպատակն է չի որ մարդկանց կորուստի տա, մարդկանց սպանելու տա, մարդկանց բնաջին ջանի։ Իր նպատակը սեր է, որ ուզում մարդկանց փրկե, մարդկանց փոխե, մարդկանց ազատե, որ նրանք դժոխք չեցան։ Այդ վրաս որ երկրորդ անգամ ավելի շատ ծառաներ ուղարկեց։ Օ, այս տանուտեր մարդը, այս Տերը, այս այգի Տերը, այս աշխարհի Տերը, որքան բարեսիրտ է, որքան համբերող է, որքան ներողամիտ է։ Դու կարող եք մտածեք, Աստված որ այս տիեզերքներն ստեղծել է, ամեն ինչ մարդկությանը ստեղծել է, եւ մի հատ անձնավորություն, մի հատ մարդ կայնում է, մի փոքր կրթություն ունի, կայնում ասում Աստված չկա, ուր է Աստված, եթե գաստ է իր այդին ցույց տա մենք վիճաբանենք։ Աստված համբերում է։ Մարդն ամբողջ իր կյանք, իր ընթացքը, ամբողջ իր էություն ինչ է։ 5 տակարում ասում իր շունչը, քինթը բռնես շունչը դուրս կգա։ Հիմա եթե կայնել է հավիտենական Աստծո դիմաց, որ տիեզերքներն է ստեղծել եւ մարդկությունն է ստեղծել, մարդկանց կյանք է տվել, նա կյանքի ակն ու աղբյուրն է, դրա դիմաց կայնում այդպեսի ապստամբ է խոսքում։ Եվ դերևս այդ Աստված համբերող է։ Եվ իսկապես Տերը ինչքան հրաշալի Տեր է, ինչքան համբերող ու ներողամիտ է։ Բայց չմոռանանք, որ այդ համբերության հետևանքով համբերությունը սահմանափակություն ունի։ Տեղ կա, որ մեջտեղ է գալի եւ դատաստան էլ անում է եւ պահանջում է։ Եվ դրա համար Տեր Հիսուսն ասավ, որ թունել կսպանեք, բայց այգու Տերը գա ինչ կանե։
ասեցին չարաչար ձևի սոց կտանջե եւ սրանց կորուստի գանձնե։ Նենց այդպես եղավ։ 70 թվականում մոտ Հիսուսի խաչելությունից 40 տարից հետո ռոմական զորքը հարձակվեց, 1,5 միլիոն հրեա ջարդվեցին ու խաչվեցին ու բնաջինջ եղան։ Եվ մնացածը գերավարվեց։ Եվ տարիներ ու դարեր երկիրը ձեռից տվան։ Եվ պատմություն իմանում եք։ Այնպես որ այս վերջերը երկրորդ պատերազմից հետո քանի 100 տարիներ անցավ, մոտ 2000 ու իշքան տարիներ անցավ։ Միջև Աստված գրքին իր շատ ներողամտությունով ու ողորմությունով գրքին այս ազգին իրավունք տվավ, որ հավաքվե, որպեսզի մի հատ ազգ իր գոյությունը վերստանա։ Բայց տարիներ իրանց տաճարը, իրանց զոհերը, իրանց մատաղները, իրանց կրոնական արարողությունները ամենը քանդվեց, բնաջինջ եղավ։ Այդ խոսքն էր, որ Տերն ասավ, երբ որ տանուտերը գա, ինչ կանե, ամեն չարերին գջարթե եւ արքայություն է այգին կտա հարմար մարդկանց, որ նրանք պտուղը տեղին բերեն։ Բայց նայելով Աստված, որտեղ արդար էր, ամեն ժողովրդին ու ազգին մետեղ բնաջին չարավ։ Թույլ տվավ ավետարանը քարոզվի, հազարավոր հրեաներ ապաշխարեցին։ Քանի հազարներ հրեաներ հենց առաջի դարում ապաշխարելով, երբ որ Ռոմը հարձակվեց, ասում քրիստոնյաներ մեծ մասը թողեցին Երուսաղեմից փախան, որտեղ Տերն ասել էր, որ գարցակվեն Երուսաղեմ բնաջինջ կլինի, Ռոմը գարցակվի եւ հրեաներին գջարթե։ Եվ միլիոնավոր, հազարավոր մարդիկ սաղ մնացին, փրկվան քրիստոնյաները, բայց ապստամբ ու չար ու անհավատ հրեաները մեծ կորուստի ենթարկվան։ Այսինքն Տերոջ համբերությունը կա, բայց դատաստան էլ կա։ Այդտեղից իմ ու Քամայել սիրելիներ դաս կա։ Տերը մեզ էլ համբերում է, բայց Տերոջ համբերությունը մենք թեթև չհամարենք, թերի չգտնվենք։ Տերոջ համբերությունը, այո, նա համբերում է, բայց տեղին էլ մեջտեղ է գալի եւ դատաստանը վճռում է։ Եվ դրա համար պետք է մենք իմանանք, որ թեև Տերը համբերում է, բայց դատաստան էլ կա, պահանջ էլ կա։ Տերը հրեաների առաջնորդներին մի հատ պատասխանատվություն էր տվել, ղեկավարեն ժողովրդին, բայց կողքին պահանջ էլ կար իրանցից։ Երբ որ չնազանդեցին, մեծ կորուստ եկավ իրանց համար։ Մենք էլ ունենք պատասխանատվություն, մենք պատասխանատվությունը թեթև ենք բռնում, բայց Աստված քեզ տվել է պատասխանատվություն։ Տղամարդը տունում պատասխանատվություն ունի, կինը տունում պատասխանատվություն ունի։ Մենք եկեղեցուն, որպես եկեղեցու անդամներ եկեղեցու դիմաց պատասխանատվություններ ունենք։ Կարող ենք անտեսենք, կարևորություն չտանք, բայց Աստված դրան տվել է քեզի, եւ ես դրանց համար քեզանից կպահանջե։ Եթե հավատարիմ գտնվես, կառնես այն թակը, որ Տերը քեզ համար պատրաստել է։ Եվ դրա համար նրանք, որ պատասխանատվություն են, անտարբեր են վարվում, թերի են վարվում, լուրջ չեն բռնում, պատճառաբանում են, թեքթքում են ճշմարտությունները, դերևս ճշմարտությունը մնում է ճշմարտություն, դերևս պատասխանատվությունը մնում է պատասխանատվություն, եւ Տերը քեզանից կպահանջե։ Եթե հավատարիմ լինես ու հավատարիմ շարունակես, Տերից գովասան կառնես, բարի եւ հավատարիմ ծառաս, աղախինս, քիչ բաների վրա հավատարիմ եղար, քեզի շատ բաների վրա կդնեմ։ Եվ դրա համար Տերը տվել է մեզ պատասխանատվություն։ Պատաժամնակ պատասխանատուները կարող իրանց Տեր տեսնեն։ Այս այգեբանները մտածան մենք որդուն սպանենք, ինքներս Տեր կդառնանք։ Այսինքն սխալ էին մտածում։ Իրանք այդ որ տրվել էր, իրանք մատ ավանդ էր, ավանդություն էր, ամանաթ էր։ Այդ ավանդը պահելու կամ հավատարիմ կելեին կամ դավաճան կելեին։ Հրեաների ղեկավար դավաճան դուրս եկան։ Այդ ամեն ծառաներին, որ ուղարկել էր, ինչ հարկեին, պատվեին, այդ պտուղը, որ կարիք էր տային, պետք է Երևան բերին չեղավ, ոչ այդ, ապստանվեցին դրանց արհամարան, ծեծան, ոմանց սպանեցին։ Բայց գիտեք նրանց ամենագերագույն ու բարձրագույն մեղքն ինչ էր։ Նրանց մեղքը սա էր, որ որդու եւ Աստծո տանուտերի որդու դիմաց էլ ապստանվեցին։ Եվ մտածա, որ նրան էլ սպանենք եւ ժառանգը մեզ գասնե։ Հիմար մտածելակերպ։ Այսօր է շատ ժամանակ անաստված ժողովուրդը մտածում է, որ այս աշխարհը իրանցն է։
ինչ ձևի ուզենանք ղեկավարենք, ինչ ձևի որ ուզենանք կազմակերպենք։ Կարգադրություններ են անում, մտածմունքներ են անում, փողեր են ծախսում, միլիարդավոր դրամներ է ծախսվում։ Բայց այդ ամբողջը հիմար մտածելակերպ է, որտեվ այն տանուտերը, այն Տերը, որ այս այգին, այս ամբողջ աշխարհի իրան է, նա պլան ունի այս աշխարհի համար, նա ծրագիր ունի, եւ այդ ծրագիրը չի թույլ տա, որ անաստված ու անհավատ մարդիկ թեքթքեն ու շեղեն ու այդ դոր ուզում են կատարեն։ Կարիք ելնի պատերազմների, խնդիրների, այնց ամեն մեկը իրանց գինը կվճարեն եւ իրանց քինտիս կգա, ինչպես Իսրայել ազգի համար այդպեսի պատիժ ու դատաստան եղավ եւ ջարդի ենթարկվեցին եւ դրա համար Արմագեդոն կա, ապակայի մեծ պատերազմներ կա եւ այդ ամեն պատերազմներից որ Սուրբ Գիրքը խոսում է անաստվածությունը մեծ ճշունի կգա ու ջարդի կենթարկվի։ Բայց Տերոջ սուրբերի համար կա կյանք, կա հավիտենականություն, կա Տերոջ պաշտպանությունը, կա այդ նշանը, որ մենք Աստծուն ենք պատկանում, հալելույա։ Կունենանք նեղություններ, կունենանք դժվարություններ, բայց ունենք երկնային Հայր, ինչպես այն ժամանակ ասամ, մեզ պաշտպանող եւ մեզ առաջնորդող է։ Եվ այդ մեր սրտի ամրապնդությունն է, եկեղեցու հաստատությունն է, հավատացյալների սրտապնդությունն է, որ երկնային Հայր ունեն, որ ամեն ինչը իր ձեռքումն է, այդ տանուտերն է, մենք իր կամքի համաձայն նվիրվել ենք իրեն ծառայելու, իր համար ապրելու, իրան փառաբանելու։ Եվ այդտեղը որ երբ որ նայում ենք, տեսնում եք այդ տանուտերը բարի, ներողամիտ, ազնիվ ծառաներին ուղարկում է եւ վերջն ասում է որ իմ որդուն ուղարկեմ գոնե աման չեն։ Ըստ ում տեսեք երկու հատ նկարագրություն կա։ Մեկ տանուտեր, այդ երկնային Տերոջ նմուշն է, իր համբերությունը, իր բարությունը, իր ազնվությունն է նկարագրվում։ Ինչքան ազնիվ է, ինչքան բարի է, ինչքան սերով է։ Որ այդ ամեն անիրավություններից հետո ոչ թե չի ջարդի, այլ իր որդուն էլ ուղարկում է։ Եվ իր գագաթնակեց սերը, բարությունը, ողորմությունն է ներկայացնում։ Դրա կողքին նայեք այդ այգեբանների հիմարությունը, մշակների անիրավությունը տեսեք։ Ծառաներին արհամարել են, պտուղ չեն տվի ոչինչ նրանց հակառակել են, ոմանց սպաներ են, ուրիշներին ուղարկի նրանց էլ սպաներ են։ Հիմա էլ ամենը ծրագրում են որդուն էլ սպանեն։ Այսինքն իրանց ասած հիմարությունը գագաթնակետին հասնում։ Տեսեք, Աստծո բարությունն ու ողորմությունը այս առաքիներս գագաթնակետին հասնում եւ ապստան մարդիկ, այս մշակները, հիմա Իսրայել ազգը մատնմուշ է։ Այսօր աշխարհի ղեկավարները շատերը հենց այդ անաստվածությունով բռնված են։ Այս նույն մշակների, անիրավ մշակների կացությունը նրանց էլ է վերաբերվում։ Աստծո դիմաց հակառակած կայնած նրա հակառակ են քայլ վերցնում, չեն նվիրվում նրան արհամարում են, աստվածային մտածելակերպը եղել է ճշմարտությունը, սրբությունը եղել է արհամարքի միջոց, բայց իրան ստությունները, ծռությունները, խառնիչ աղանջությունները, դեբային մեկնաբանություններն ու մոտեցումները դրանք եղել է գիտություն, իմաստություն եւ ճիշտ բարություն։ Եվ այդ ձևով այս երկու կացությունն է, այս Աստծո մեծությունն ու բարությունն ու ամփերությունը եւ մարդկանց չարությունը եւ անիրավությունը այս առաքիներս այդպես նկարագրվում է։ Ոչ թե միայն այն ժամանակվա համար, այլ այս առակը նմուշը ամբողջ աշխարհի եւ այսօրվա խնդիրների վերաբերմունք է։ Պտուղներն ինչ էր, նրանք պետք է պտուղ տային։ Այդ այգին որ Տերը պատրաստել էր, ոչ վթերություն չուներ։ 5 տակարանում մենք Եսայայի գիրքը 5-րդ գլուխ կարդում ենք, ընդդեմ գրված է, Աստված Իսրայել ազգի հետ խոսում է։ Ասում ով է Իսրայել ազգ, դուք են մեծ մեվի այգին էիք, ես ամենալավագույն այգի, ամենաընտիր ճյուղերը բերամ, ցանեցիմ, պաշտպանեցիմ, շուրջը պարիսպ քաշեցիմ, որ կենթայիներ չխանգարեն, դժվարություն չլինի, ամենը լավ ու ընտիր դասավորամ։ Բայց պտուղը դառն էր, վատ էր, բացասական էր, ու հեր այդպես եղավ։ Ով այգի, ես ինչ է որ քեզ համար չարեցիմ, բայց հերս բացասական պտուղ տվե, վատ պտուղ տվե, դառը պտուղ տվե։ Աստված այդպեսի Իսրայել ազգից գանգատվելով այդպեսի նկարագրում է։ Հիմա Տեր Հիսուսը նույն բանը վերհիշեցնում է, որ այդ այգեբանների մեղքն այգեբաններին էր։ Եթե մենք այս առաքիներս նայենք, տարբեր տեղեր շեշտված այդ մշակները չար վարվեցին, մշակները սպանեցին, մշակները հակառակեցին, մշակները ծրագրեցին որդու սպանեն։
այդ մշակները, այդ այգեբանները, դրանք էր ապստամբություն իրանց։ Տեր Հիսուս երբ որ խոսում էր փարիսեցիների հետ, ինչ ասավ։ Ասավ. Ես արդարություն եմ ուզում, բարություն եմ ուզում, հավատք եմ ուզում, ողորմություն եմ ուզում։ Չկա Իսրայել ազգի ներսը։ Ամեն կրոնական մոտեցումներ ունեք եւ անաստվածությունով եք բռնված։ Եվ այդ ձևով այդ պտուղը, որ Տերն ուզում էր, սրբություն էր, արդարություն էր, բարություն էր, հավատք էր, ներողամտություն էր, մի բաներ, որ չկար։ Եվ Տեր Հիսուսի ամբողջ խոսքերը ուղղված են այդ Երանի մաքուր սրտով մաքուրներին, նրանք Աստծուն կտեսնեն։ Իսրայել ազգի ներսը բացի այդ չարություն, հակառակություն, նախանձել, առաջնորդները այնքան Հիսուսի դիմաց նախանձով բռնված էին, որ չէին կարող ճշմարտությունը տեսնել։ Այնքան ատելությունով լեցվել էին, որ թույլ էին տվի սատանան գար իրան սիրտը հոգին գրավեր, որովին խավարի ներսնեին։ Իմանում են Հիսուսի ճշմարտությունը, բայց չէին կարողանում իր այդ համակայլվել։ Ճիշտ կարծես մեկը մի ճանապարհ մի ուղղության ընկել, քայլ առաջ է գնում, էլ չի կարողանում վերադառնա։ Եվ աշխարհի կացությունը երբեմն այդպես է, չարության ներս մխրճվելով, էթալով ավելի խավարի ներսնա գնում, մթության ներսնա գնում եւ մթությունով բռնվում է։ Եվ Իսրայել ազգի կացությունն է դեր։ Երբ որ Պիղատոսը Հիսուսին բերեին դատելու, ասում են իմացավ, որ հրեաների առաջնորդները նախանձի պատճառով են Հիսուսին մատնե դատվելու համար։ Այսինքն իրաց նախանձը այնքան պարզ է, որ Պիղատոսը մատ Ռոմի ասած սպարապետ իմանում էր, ղեկավար իմանում էր, որ սրանք ամբողջ կացությունը նախանձից է։ Եվ նախանձը նրանց կույրացրել էր։ Ատելությունը նրանց կույրացրել էր։ Սիրելիներս, մեզ համար էս տասն ունի, որ մենք պետք է զգուշ ելնենք, որ որևէ ձևով ճշմարտությունը չմերժենք, ճշմարտությունը չհետացկենք, ճշմարտության դիմաց ինչա չպատճառաբանենք։ Կամ Սուրբ Հոգու տված խոսքի կապակցությամբ մենք ընդունակ սրտեր ունենանք, խոնարհ սրտեր ունենանք։ Եվ այդ որ Տերն ասավ Երանի խոնարհներին, Երանի սրտով մաքուրներին, Երանի հեզերին, նրանք Աստծո արքայությունը կժառանգեն։ Եվ այդ բանն էր, որ Իսրայել ազգը նվիրվելով չարության ու հակառակության ու քենի ու նախանձի այդ բանից հեռու էի մնում։ Եվ այդ պտուղը, որ Տերը սպասում էր, Իսրայել ազգի ներսը չկար։ Եվ այդ ձևով նրանք ապստամբ կացության ներսն էին եւ ապստամբված Տեր Հիսուսի դիմաց քենով լեցված են եւ Տերն ասավ այո, որդուներ կսպանեք։ Նանագից դուրս գցեք, որ նմուշա Երուսաղեմից դուրս Գողգոթա լեռան վրա նրանք խաչեք։ Տեր Հիսուսը պարզորեն ասում էր եւ այդ ձևով մնում էր նրանց, որ խոնարհվեն, նվիրվեն կամ հակառակեն։ Հիմա սիրելիներս մեզ ամայլ նույնն է։ Տերը մեր կյանքում սպասում է, որ մեր պատասխանատվությունների դիմաց ավատարիմ ելնենք, սպասում է ճշմարտության դիմաց ընդունակ ու խոնարհ հոգեբանություն ունենանք։ Այն է չելի, որ մենք ճշմարտությունը տեսնենք եւ ճշմարտությունը մեր շահերի պատճառով ուրանանք, հակառակենք։ Մենք ճշմարտության աշակերտը լինենք, նվիրվենք ճշմարտությանը, նվիրվենք Սուրբ Հոգուն, նվիրվենք Սուրբ Հոգու առաջնորդությանը։ Երբ որ Սուրբ Հոգի մի բան ասում ենք, այո Տեր, հենց այդպեսի է։ Այդ նկարագրությունը մեր ընտանիքում պատճառը, որ մենք լսող ականջ ունենանք, ընդունակ հոգեբանություն ունենանք, արագ պատասխան չտանք, չվիճենք, մեզանից շատ չպաշտպանենք, այլ ընդունակ հոգեբանությունով լսենք, մտածենք, աղոթենք, հետո ճիշտ քայլեր վերցնենք եւ երբ որ այդպեսի նվիրումով մեկերն ենք, մենք մեկերն ենք, որ Սուրբ Հոգու դիմաց ոչ թե չենք դիմադրում, այլ նրան դիմաց խոնարհ ենք, նվիրված ենք եւ նրան հարգում ենք։ Եվ դրա համար Տերոջ խոսքը ասում է, որ Սուրբ Հոգու մի կաշկացրեք կամ մի կմարեք, նրա հետ մի հակառակ, նրան մի տխրեցրեք, այլ թողեք Սուրբ Հոգին ձեզան խանդավառված, ձեզի հաստատի, որ սա է իմ սիրելի զավակս, որ իմ կամքը կատարում է, եւ սա է իմ սիրելի զավակս, որ իմ ուզածով է, եւ ես դրանով ուրախ եմ։ Տերոջ ձայնը պետք է մեր սրտում ողջուն այդպեսի ինչ։ Ամեն։